Այսօր մեր թիվ մեկ խնդիրը իշխանափոխությունն է։ Մենք չենք ուզում մտնենք ներընդդիմադիր կռվի մեջ, ընդդիմադիր ամենամեծ խմբակցության ղեկավարի հետ, փաստացի, որովհետև դա չի փոխում Հայաստանի Հանրապետության շահերից։ Իրենք հասկանում են, թե չէ, դա իրանց խնդիրն է, բայց ընդհանուր Հայաստանի շահի զերելով շատ վատ է, որ եթե չեն հասկանում։ Եվ չի կարելի ապակետան մեջ ապրելով քարնետել ուրիշի վրա։ Այսօր մեր թիվ մեկ խնդիրը իշխանափոխությունն է, եւ մեր ընկերներից մեկը շատ ճիշտ բան էր ասել։ Ասել էր. ինչ եք ասում, ինչ եք անում, մենակ անցեք խորհրդարան, էլի, որովհետեւ իրանց չանցնելը խորհրդարան շատ մեծ հնարավորություն կտա Փաշինյանին վերընտրվելու։ Իսկ ինչ վերաբերում է երկրորդ նախագահի այդ հայտարարությանը, իր մասնավոր կարծիքն է, անհաջող ձևակերպում է, ցավում եմ, որ նման ձևակերպում է տվել։ Մենք էլ կարող ենք շատ բան ասել, բայց մենք չենք ասում, չէ, որ կա կարծիք, որ 98-ին ինքը ընտրվել է Սերժ Սարգսյանի եւ Վազգեն Սարգսյանի շնորհիվ։ Մենք չենք ասում, որ 2003-ին ինքը ընտրվել է Սերժ Սարգսյանի եւ Անդրանիկ Մարգարյանի ու Հանրապետականի շնորհիվ։ Չենք ասում, չէ, նման բան, բայց նման կարծիք կա, չէ։ Հիմա որն է իմաստը նման բաներ ասելու։ Տարանջատվել եք, ախպերի ջան, լավ եք անում, տարանջատվեք։ Մենք իրանց դեմ չենք պայքարելու այս ընտրական փուլում։ Նիգին Սեյանյան, մեր խնդիրը հայրենիք ունենալն է, ոչ թե մանդատ ունենալը։ Եվ նախագահ Սարգսյանը շատ հստակ ասել է. եթե մեր խնդիրը լինել մանդատ ունենալը կամ պարլամենտում ֆրակցիա ունենալը, կրկնում եմ, չնայած ես կողմ էի, որ մասնակցենք։ Մենք կմասնակցեինք եւ համոզված եղեք 4 չէ, մի քանի անգամ ավել ձայն կհավաքենք։ Ու դա ակնհայտ է, հանրապետականի նման քաղաքական թիմ ոչ մեկ չունի, թող ոչ մեկ չնեղանա։ Քաղաքական թիմ ոչ մեկ չունի, կամ դրանից լավ թիմ, շատ հարգելով բոլոր ընդդիմադիրներին, բայց հիմա նման հայտարարություն անելով օգնում եմ հասկանալ որն է նպատակը ընդհանուր ընդդիմության հաղթանակին, թե օգնում ենք նիկոլականներին։ Մենք ասել ենք, նախագահն ասել է, Ռոբերտ Քոչարյանին հանգիստ պահեք, հանգիստ թողեք, հանգիստ ենք թողնում, պարոն նախագահ ջան։ Ուզում ենք, որ հունիսի 8-ին մենք արթնանանք առանց Նիկոլ Հայաստանում, բայց կրկնում եմ, մենք էլ կարող ենք շատ ձևակերպումներ տալ, բայց դա չի բխում այդ ձևակերպումները մեր ընդհանուր նպատակից։ Իսկ քանի որ հանրապետականը, ինչպես իր ելույթում նախագահ Սարգսյանը նշեց, առաջնորդվում է Նժդեհյան կուսակցությանս հետ, բայց ազգիս համար սկզբունքով, մենք առաջնահերթությունը տալիս ենք ազգի ու պետության շահին։